Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նոյեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում էին հակաօդային պաշտպանության զորքերի դիվիզիոններն ու մարտկոցները։ Նախարարը տեղում ծանոթացավ մեր երկրի օդային սահմանները հսկող ստորաբաժանումների ծառայությանը, մարտական պատրաստականությանը և սոցիալ-կենցաղային պայմաններին։ Զորամասերում զինվորների շրջանում անցկացվում էին ուսումնական ծրագրով նախատեսված պարապմունքներ։ Սեյրան Օհանյանը հանդիպեց և զրուցեց նրանց հետ, հետաքրքրվեց նրանց ծառայությամբ, պարտականությունների իմացությամբ, առաջադրված խնդիրների կատարման պատրաստակամությամբ, ինչպես նաև հրամանատարական կազմին հանձնեց անվանական ժամացույցներ լավագույններին խրախուսելու նպատակով։ Նախարարը եղավ նաև մարտական դիրքերում, որտեղ զոր ու գիշեր մարտական հերթապահություն են իրականացնում զինծառայողները, հսկելով իրենց վստահված օդային սահմանը։ Մարտական տեխնիկայի անձնակազմերը պատրաստ են կատարելու ցանկացած մարտական առաջադրանք։ Հենակետերում այս մասին զեկուցվեց պաշտպանության նախարարին։ Զինվորներից հետաքրքրվելով մարտական հերթապահության արդյունքներով, Սեյրան Օհանյանը նրանց մաղթեց կամք ու կորով և խաղաղ ծառայություն։ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ավարտին նախարարը եղավ նաև Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում։ Շրջելով վիրաբուժական և թերապևտիկ բաժանմունքներում, Սեյրան Օհանյանը ծանոթացավ բուժհաստատության տեխնիկական հագեցվածությանը, զրուցեց բուժծառայողների և այնտեղ բուժվող զինվորների հետ։